Գրեթե 1 տարի է, ինչ հայտնի է, որ դերասանուհի Տաթևիկ Ադումյանը ամուսնալուծվել է։ Դերասանուհի ինստագրամյան հրապարակումները սկզբնական շրջանում բավականին էմոցիոնալ էին, սթրեսային ու տխուր։ Սակայն դրա հետ մեկտեղ վերջինս չէր դադարում ակնարկային հրապարակումներ անել։ Նա ժամանակ առ ժամանակ ինստագրամյան հարթակում սթորիներ էր հրապարակում ու այդպիսով ակնարկում նախկինին։ Հիմա քո շնորհիվ մտածում ա, որ դուր կգա գեղեցիկ աղջկա, մեկ անգամ հետևյալ կերպ էր գրել դերասանուհին, ակնարկելով, որ ամուսնուն թվալու է, թե այնուհետև կարողանա Տաթևիկի նման գեղեցիկ աղջկա գրավել։ Դերասանուհու անձնական կյանքը շարունակում է լինել հանրության ուշադրության կենտրոնում։ Տաթևիկը երբեք էլ բաց չի եղել եւ շատ անձնական դրվագներով չի կիսվել ոչ սոցիալական էջերում եւ ոչ էլ հարցազրույցների ժամանակ։ Ավելին, Տաթևիկը հարցազրույցների գրեթե չէր մասնակցում, սակայն հիմա, երբ ամուսնալուծվել է, կարծես թե նա չի կարողանում կառավարել իր հույզերը։ Նա խոստացել է հանդես գալ հարցազրույցով և խոսել այն բաների մասին, որոնց մասին դեռևս լռել է։ Օրերս դերասանուհի Տաթևիկ Ադումյանն իր ինստագրամյան էջում երիտասարդի մասնակցությամբ հրապարակում էր արել։ Դրանից հետո լուրեր էին պտտվում, որ վերջերս ամուսնալուծված դերասանուհին արդեն նոր սիրելի ունի, սակայն դա կարծես թե այդպես չէ։ Լուսանկարի տղամարդը Տաթևիկի մտերիմներից է։ Դերասանուհի Տաթևիկ Ադումյանի ինստագրամյան հարթակի հրապարակումները ոչ սովորական էին։ Նա իր ինստագրամյան էջում մի աղջկա լուսանկարներ է հրապարակել ու դրան գցել այնպիսի երգ, որտեղից պարզ է դառնում, որ բարոյապես թույլ աղջկա մասին է խոսում։ Ըստ երկրպագուների, լուսանկարի աղջիկը հենց նա է, ում պատճառով Տաթևիկ Ադումյանն ամուսնալուծվել է իր ամուսնուց։ Ինչպես Տաթևիկն է նշել, ինքը այդպես էլ չի հասկացել, թե լուսանկարի աղջիկը սիրում է տղա, թե աղջիկ, բայց մի բան հաստատ է՝ նա սիրում է փող։ Տաթևիկ Ադումյանը հրապարակելով երիտասարդ աղջկա լուսանկարները, նշել է, որ որոշել էր ինչ-որ ժամանակ լռել, սակայն այլևս չի ցանկանում պահպանել լռությունը։ Նա խոստացել է հանդես գալ նաև մեծ հարցազրույցով, որի ժամանակ կպատմի, թե իրականում ինչ է տեղի ունեցել, թե իրականում ով է լուսանկարի աղջիկը և ինչ կապ ունի Տաթևիկի չստացված անձնականի հետ։ Սակայն պարզից էլ պարզ է, դերասանուհին անձնական խնդիրներ ունի այս աղջկա հետ, ով կարծես թե Տաթևիկի նախկին ամուսնու Խաչատուրի հետ որևէ կապ ունի։ Հրապարակումներից մեկում էլ Տաթևիկ Ադումյանը հետևորդներին հարցրել է. արդյոք սրան ճանաչողներ կան։ Իրականում ինչ կապ ունի լուսանկարների երիտասարդ աղջիկը կայացած դերասանուհու անձնականի ամուսնալուծության մեջ, դժվար է ասել։ Պետք է սպասենք, մինչև Տաթևիկն ինքը խոստովանի, թե իրականում Լուիզա Մելքոնյան անուն ազգանունով անձը որքանով է ազդել իր և Խաչատուրի ամուսնալուծության հարցում։ Հարգելի ընկերներ, գործընկերներ, լրագրողներ, խնդրում եմ ինձ հարցախեղտ մի արեք, ուղղակի հեռախոսս արդեն պայթում է ձեր բազմապիսի նամակներից, հարցերից, շուտով, շատ շուտով ամեն բան պարզ կդառնա բոլորի համար։ Եթե այսպես շարունակվի, ես նաև կունենամ շատ մեծ ինտերվյու և կխոսեմ ամեն ինչի մասին։ Մինչև հիմա ինչ-ինչ պատճառներով լռել եմ, բայց ինչպես հասկացա, էլ պետք չի լռել։ Նշենք նաև, որ հետաքրքիրն այն է, որ մինչ այս Տաթևիկ Ադումյանը չի հեռացրել մի քանի հրապարակումներ ամուսնու մասնակցությամբ, մասնավորապես տարիներ առաջ դերասանուհու ամուսինը անակնկալ էր պատրաստել իր կնոջ համար։ Ծննդյան օրը Տաթևիկի համար ռեստորանի բակում մոտենում էր շքեղ ավտոմեքենա շքեղ ձևավորմամբ։ Այս կադրերը թերևս Տաթևիկը դեռ շարունակում է պահել իր ինստագրամյան էջում։